Վերջի շրջանում տպավորություն է ամեն դեպքում, որ Ադրբեջանը ավելի այսպես ագրեսիվ կեցվածքով է հանդես գալիս, եթե հաշվի առնենք հրադադարի խախտման մասին, այսպես հայտարարությունները եւ ասում են, որ սա ինչով է պայմանավորված։ Այսինքն իրենք փոխում են իրենց այն ուղղությունը խաղաղության գնալու, թե ինչով կպայմանավորենք։ Որպես ճնշման գործիք են օգտագործում։ Գիտեք, նույնպես նոր գործելա ոչ չէ։ Գիտեք, միշտ թե անցած տարի, նախանցած տարի եւ այլն բազմաթիվ էին նման հայտարարություններ, որ Հայաստանը խախտում է զինադադարը, ինչ որ գործողություններ է կատարում։ Հիմա իհարկե ունենք շատ կարևոր գործիք, դա դիտորդներն են, որոնք արձագանքեցին տեսակ, թե այս դեպքում թե նախկինում եւ միջազգային հանրությունը լավ գիտակցում է, որ նման կեղծ հայտարարությունները չեն նպաստում որևէ դերական գործընթացի։ Դիտորդները ինչ կլինեն, եթե սահմանից հետ քաշվեն, ունի արդեն Հայաստանը սցենար։ Գիտեք, դեռ այս սցենարը ինձ թվում է քննարկելու կարիք չկա, պայմանագիրը նոր նշեցիք, որ այդքան էլ արագ չի շարժվում։ Այսինքն պայմանագիրը ստորագրելուց, ռատիֆիկացնելուց այս մանդատը 2 տարով է։ Իհարկե, հետագայում խաղաղությանը, եթե ունենանք այդ առաջընթացը ստորագրենք, ռատիֆիկացնենք եւ իսկապես կայուն խաղաղության նշաններ լինեն, իհարկե մենք կարող ենք քննարկել նոր մանդատ Եվրոմիության դիտորդների համար, պարտադիր չէ միայն սահմանափակվել սահմանագծով։ Այնտեղ մանդատում կա նաեւ այդ վստահության միջոցառումների ստեղծումը։ Այնտեղ Երևանի եւ Բաքվի միջեւ եւ Երևանի եւ Բաքվի եւ նաեւ տարբեր շրջաններում կայունության նպաստմանը։ Կարծում եմ անգամ ապագայում ամենադրական սցենարի դեպքում կկարողանան գտնել ճիշտ մոդել, որպեսզի եվրոպացի դիտորդները շարունակեն։ Պարոն Հովհաննիսյան, բայց վստահ է Երևանը, որ Բաքուն չի պահանջելու նրանց առհասարակ հանել Հայաստանից, որովհետև այստեղ քննարկումներ կան այս համաձայնության այս կետի վերաբերյալ, որ հստակ չէ ամեն դեպքում այդ սահմանային հատվածում չտեղակայելու մասին դրույթը եւ այս մասով ինչպես է Երևանը պատկերացնում, կա նման վստահություն, որ չի լինելու այդպիսի պահանջ Բաքվից։ Երեք այժմ ոչ մի բանի մեջ երևի ասես լիարժեք վստահություն չեն կարող ունենալ, բայց եթե մենք խոսում ենք երրորդ կողմի ուժերի մասին, արդյոք եվրոպական դիտորդները հանդիսանում են ուժ։ Սա դիտորդական առաքելություն է։ Այսինքն տրամադրությունը հուշում է, որ չպետք է լինեն նման պահանջներ, բայց իհարկե վստահ լինելու մասին շատ բարդ է ասել։ Բայց եթե ԵՄ դիտորդները ուժ չեն, երրորդ երկի ուժ, այո, դա սովորաբար խոսքը գնում է ռազմական ներկայության մասին։ Հիմա ինչքանով համարվում է սա քննարկում։ Բայց դեպքում ինչու ենք մենք համաձայնել այդպիսի ձևակերպման ֆոնին քննարկել դիտորդների հարցը, եթե ուժն ու ԵՄ դիտորդները իրար հետ համատեղել։ Իսկ այժմ մենք դա չենք քննարկում։ Դա քննարկումը գնում է այսպես որպես ավելի շատ հասարակական մակարդակում, բայց Չէ, մեր արտգործնախարարը ուղիղ ասում է, որ դիտորդները դուրս կգան, այո, բայց ուժ է ձևակերպումը եւ դրա տակ մենք ներառում ենք դիտորդներին։ Սա արդեն խնդիր չի կարող։ Սա խնդիր չէ, եւ իսկապես ինչպես արտգործնախարարը ասեց, խաղաղության հաստատման դեպքում բնական է ոչ ուժի, ոչ դիտորդական առաքելության ներկայություն կարող է կարիք չլինի։ Սա չի հակասում։